հարգելիներս, նախ թույլ տվեք երախտիկս հայտնել, որ ժամանակ եք տրամադրել եւ այս պահին ներկա եք գտնվում։ Ասուլիսի հրավիրելու նպատակը առաջնային այն էր, որ իրազեկենք մեր հանրությանը, որ իդեմ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրվել ենք իրականացնելու դիտորդական առաքելություն կայանալիք նոյեմբերի 16-ին կայանալիք վաղարշաբաթ համայնքի ավականու համամասնական ընտրություններում։ Մի փոքր նախապատմություն ներկայացնեմ մեր հասարակական կազմակերպությունը պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը արդեն բավականին փորձառություն ունի այս բնագավառում։ Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել 2021 թվականի ազգային ժողովի համամասնական ընտրություններին, դրանից հետո Երևան եւ վերջին թարմ դեպքը Գյումրին էր։ Ընդ որում Գյումրու մասին երևի թե խոսելիքը շատ է, որովհետև եթե 2021 թվականի համամասնական ընտրություններին հազարավոր ընտրատեղամասերի պայմաններում մենք ընդամենը ներկայացվածություն ունեինք 3 տասնյակ, շուրջ 3 տասնյակ տեղամասային կենտրոններում, բայց անգամ այդ պարագայում 100-ից ավել ընտրախախտում ենք արձանագրել, Գյումրու պարագայում պատկերը այլ ստացվեց, որովհետև Գյումրիում մենք գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում ոչ միայն ներկայացվածություն ունենք, այլև կրկնակի ներկայացվածություն ունենք։ Դրա շնորհիվ ոչ միայն արձանագրում ենք տեղի ունեցող ընտրախախտումները, այլև բավականին կանխարգելիչ բնույթ ունեցավ մեր գործունեությունը։ Բնականաբար ինչ է դիտորդական առաքելությունը, ինքը ընտրական գործընթացի ամենաքիչ լիազորություն ունեցող մասնակիցն է, բայց հենց բառը հուշում է, հա, դիտորդը հետևում է ընտրական գործընթացի օրինականության պահպանմանը, բայց այդ հետևելով, երբ դու տիրապետում ես, հա, գործընթացների իրավական կարգավորումներին, ընթացակարգերին, կողքի դիտորդի կարգավիճակում դու կարողանում ես օրինաչափություններ վերհանել, թե ընտրախախտումների տեսքով, թե նախապատրաստված հնարավոր թերացումների ու շահարկումների տեսքով։ Ես մեր նույն Գյումրիի պարագայում եւս 100-ից ավելի ընտրախախտումներ ենք արձանագրել, խախտումները արդեն օրինաչափություն կա, տարանջատում ենք բովանդակայինի եւ տեխնիկականի։ Բացի այդ, զեկույցները մենք եւս տարանջատում ենք երկու փուլի՝ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների եւ հենց բուն ընտրության օրը արձանագրված խախտումների, որովհետեւ իրենց քանակով ու բովանդակությամբ իրենք համաչափ են որպես կանոն ստացվում։ Հիմա վաղարշաբաթ համայնքում տեղի ունենում նախընտրական քարոզչություն, արդեն ի պատիվ մեր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կան արձանագրված խախտումներ, նախ ես պետք է ընդգծեմ ձեր դերը ու այս ասուլիսի նպատակն է եւս մեկ անգամ մեր հանրային իրազեկվածությանը զուգընթաց հանրային վերահսկողության գործիքակազմը մենք գործի դնենք, որովհետեւ նույն Գյումրին ցույց տվեց, թե ինչպիսի արդյունք կարելի է արձանագրել զանգվածային լրատվության միջոցների փութաջան աշխատանքի շնորհիվ։ Այդ օրը հենց բուն ընտրության օրը եւ դրանից էլ հա նախընտրական քարոզչությանը մենք տեսել ենք վարչական ռեսուրսի անհամաչափ շահարկում եւ միջամտություն, իսկ դեպքերը արձանագրված են, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդ